И после того, как азербайджанцы попросили перемирия, был объявлен день тишины, и под эгидой Красного Креста состоялся обмен погибшими. На этом участке переговоры с азербайджанцами вел Էդիկ Մալոյան. Ձեր մարտիկներից քանիսն են զոհվել, հարցրեց Էդիկ Մալոյանը ադրբեջանցիներին։ 15-ը, դադարից հետո պատասխանեց ադրբեջանցի սպան։ Ահա այստեղ խրամատում ընկած են ձերոնցից 18-ը, ասաց Մալոյանը։ Վերցրեք բոլորին ձեր 15-ին, եւս 3-ն էլ մեզնից նվեր։ Մեկ էլ կարող եք վերցնել այ նրանց։ Եվ Մալոյանը ձեռքով ցույց տվեց դիրքի առջևի այն տարածքը, որտեղ ընկած էին թշնամու այլ սպանված զինվորներ։ Հետո եկել են իրանց դիագների փոփոխության ժամանակ արդեն իրանք ցույց են տվել իրանց դիագների տեղը որտեղ են խփված, սա հավաքել են իրանք տալը իրանց դիագները։ Իրանք իմացել են 15 հոգի է, բայց 15 հոգի չէ, շատ եղել։ Իրանք էլ իրանց հաշիվը չեն իմացել։ Թշնամու զոհված զինվորներից մեկին Մալոյանը թողեց խրամատում ընկած։ Սրանք կվերցնեք, երբ կբերեք մեր զոհված զինվորի գլուխը, ասաց նա ադրբեջանցիներին։ Մի 2 ժամից թշնամին վերադարձրեց հայկական բանակի զինվոր Քարամ Սլոյանի գլուխը։ Մենք իրանց դիագը վերցրել ենք Նասիլքով սիրուն տարը դրել մեր խրամատի մեջ, ասել ենք էսի ձեր դիագն է, երբ գլուխը կբերեք մի ժամից ձեր դիագը կտանեք։ Մեր ծառայող ընկերներ, մեր ծառայող ընկերոջ գլուխը եւ որ վերցրել ենք, իրանք բերել են։ Մենք իրանց դիագը տվել ենք, ասել ենք տարեք։